Բարի կեսօր, եթերում ABC լուրերն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ օրվա կարևոր թեմաները համառոտ։ Ինչ է իրական խաղաղությունը, Փաշինյանն ունի սեփական գնահատականը։ Խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Ալիևը շարունակում է սպառնալ, ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, որտեղ ըստ նրա ամեն քայլ ադրբեջանական է։ Կանոնավորվել է կաթողիկոսի եղբայրը, դատարանը որոշում է կայացրել նաև եղբորորդու կալանքի վերաբերյալ։ Ուկրաինան բացում է զենքի արտահանման գրասենյակներ, որտեղ եւ ինչ զենք է արտադրելու։ Պարզվում է, մենք չգիտենք ինչ է խաղաղությունը, որովհետև այդ երևույթին չենք առնչվել երբեք։ Այսպիսի կարծիք է հայտնել Նիկոլ Փաշինյանը Օրբելի կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ։ Նախ նշեմ, որ այս ֆորումը միջազգային ռազմավարական քննարկումների հարթակ է, որտեղ քաղաքական գործիչները, փորձագետները եւ հետազոտողները հավաքվում են քննարկելու տարածաշրջանի անվտանգության, խաղաղության եւ գործակցության խնդիրները։ Իսկ թե ինչ հայտարարություններ է արել ֆորումի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, դիտենք եւ շարունակենք։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Եվ այս կետից պետք է անդրադառնալ նաև հետևյալ հարցին, իսկ այնուամենայնիվ որոնք են մարտահրավերները։ Մարտահրավերներից մեծագույնը եւ հիմնարարը այն է, որ քիչ առաջ իմ արտաբերած նախադասությունը տարօրինակ օտարոտի եւ անծանոթ է հնչում Հայաստանի Հանրապետության խաղաղություն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև։ Իսկ ինչ է դա նշանակում։ Մենք այս խնդրի հետ առնչվելուց առաջ պիտի արձանագրենք, որ խաղաղությունը անծանոթ հասկացություն եւ միջավայր է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար։ Մեր անկախության առաջին օրից, մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, մենք խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Փաշինյանը նաև անդրադարձել է Ալիևի երեկվա զավթողական հայտարարությանը։ Ասում է, Ադրբեջանում տեսնում են ազգային ժողովում դրված Լեռնային Ղարաբաղի դրոշներն ու ասում, դե որ տենց է, մենք էլ Սևանին կասենք գյոլչա։ Փաշինյանի հայտարարություններին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ թողարկումների ընթացքում։ Ինչպես նշեցի, Ալիևը երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Սևանը մեր քաղցրահամ լիճը իրականում Սևան չէ, այլ գյոլչա է։ Ալիևը այսքանով չի սահմանափակվել։ Նա նշել է, որ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի մեզ հայերիս։ Թե ինչ այլ հայտարարություններ է արել Ալիևը, լսենք։ Совершенно новой ситуации, в новых условиях. Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, եւ այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում եւ չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետեւաբար ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը։ Ցավոք տարիներ շարունակ հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը եւ այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանալիճ չկա, կա գյոյչա։ Մեր գիտնականները պետք է աշխատեն պատմական ճշմարտությունները տարածելու ուղղությամբ։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները։ Դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից բերել վերաբնակեցրել է Ղարաբաղում էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք։ Ալիևի զավթողական հայտարարությունները մեկնաբանել է նաև Ալեն Սիմոնյանը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը, որը ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե Բաքուն արևմտյան Ադրբեջանի մասին խոսում է զուտ արցախցիների վերադարձի պահանջներին ի պատասխան, երեկ էլ պնդել է, որ Ալիևը շարունակում է այդ հայտարարությունները ներքին լսարանի համար։ Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Խաղաղարար, այսպես հայտարարություններ եք դա կալում մեկնաբանել։ Ուզում եմ չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետեւ դա անշնորհակալ գործ է։
որովհետև կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մարդը դուք որ ասում եք, որ գրավելու ենք բառ, ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այդ նախադասությունը ես հիմա այստեղ չհնարեցի, իր խոսքից ես եմ հիմա մեջ բերում։ Դա նորմալ է, այսքան որ կան Սևանը, իրենց ասելով որ Ինչ։ Սևան չի։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին, իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսում, դա նորմալ է, որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան։ Եթե մենք խաղաղություն կարելի է վերջացնեմ, թույլ կտակ վերջացնեմ։ Նկատել եք, որ հարցազրույց եմ տալիս։ Թույլ կտակ վերջացնեմ։ Ինչ հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում։ Գայանե ջան, բայց հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում ասեք։ Ես ձեր գործընկերոջ հարցին եմ պատասխանում, բայց ընդհատում եք ինձ։ Խոսքը գնում է նրա մասին, այո, որ եթե խաղաղություն լինի, բա խաղաղությունը ինչ է նշանակում, որ ուղղակի իրար վրա չեն։ Լսեք, շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքը իր երկրի համար իր անունն է տալիս։ Մենք էլ շատ հաճախ շատ տարբեր անուններ են տալիս։ Ավելի վաղ Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նույնպես անդրադարձել էր Ալիևի հայտարարությանը և դիմել Նիկոլ Փաշինյանին պաշտոնական արձագանք պահանջելով Ալիևի խոսքերին։ Հասկանում ենք խաղաղություն եք հաստատել ու զբաղված եք Թալինի ՔՊՇՕ-ով, բայց Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ ասել է Սևանա լիճ չկա, իսկ հայերը տարբեր տեղերից բերված ազգ են։ Միգուցե պատասխանեք, թե պարտադիր հայ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան կոշիկ լիզող վնգստացող ու նման արտահայտություններով։ Ադրբեջանի նախագահի Մերսևանի անունը աղավաղելը պետք է դիտարկել ոչ թե պարզապես պատմական աղավաղման, այլ ռազմավարական նպատակների համատեքստում։ Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը կանգնած է լուրջ ջրային ճգնաժամի առաջ և նման հռետորաբանությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ խոսքը տարածաշրջանային ռեսուրսների հանդեպ հավակնությունների մասին է։ Ըստ ՄԱԿ-ի աշխարհում 1 միլիարդից ավելի մարդ զրկված է քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մինչև 2030-ը կարող է առաջանալ շուրջ 700 միլիոն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով։ Այս ամենը վկայում է, որ ջուրը դառնում է ոչ միայն կենսական ռեսուրս, այլև աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։ Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասը վերջին տարիներին գնալով ավելի է խորանում։ Ինքը Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է ջրի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին։ Համաշխարհային բանկի տվյալներով մեկ շնչին բաժին հասնող վերականգնվող քաղցրահամ ջրի ներքին պաշարները Ադրբեջանում կազմում են ընդամենը 851 խորանարդ մետր, մինչդեռ Հայաստանում ավելի քան 2329 խորանարդ մետր։ Սա նշանակում է, որ Բաքուն աստիճանաբար կանգնում է էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքների առաջ։ Միջազգային փորձագետներն անգամ զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե հարցը չստանա համակարգային լուծում։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբյուրների ապահովումը։ Ջրի պակասը դարձել է Ադրբեջանի անվտանգային եւ քաղաքական գերակա հարցերից մեկը, իսկ Սևանը տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրսը ակնհայտորեն մտնում է Բաքվի գեոռազմավարական հաշվարկների դաշտ, մերկացնելով պաշտոնական Երևանի նարատիվները խաղաղության հաստատման մասին։ Եվ այս ամենին զուգահեռ Բաքվում հրատարակել են Երևան յուրաքանչյուր քար պատմություն է կոչվող գիրքը կեղծ ու հորինված բովանդակությամբ։ Ինչպես է պաշտոնական Բաքուն խաղաղություն կոչվածին զուգահեռ շարունակում իր զավթողական նկրտումները։ Ռեպորտաժում։ Նոր գիրք, նոր նկրտումներով։ Խոսքն Ադրբեջանում մոտ 1 ամիս առաջ հրատարակված գրքի մասին է։ Հեղինակը Թելման Գասիմովն է։ Գրքի անվանումը Երևան յուրաքանչյուր քար պատմությունը։ Խոսվում է թշնամու, այսինքն հայերիս կողմից իրենցին հողերի մասնակի օկուպացիայի եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ հայացման մասին։ Այս ամենն էլ հերիք չէ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գրքի շնորհանդեսի ընթացքում մեզ վանդալներ են կոչել, պնդել, թե իրենց մշակութային մնացորդներն ենք որպես հայկական հուշարձաններ ներկայացնում։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը մեկնաբանում է Ադրբեջանի կողմից իրականացվող այս քաղաքականությունը։ Այսինքն նախագահի աշխատակազմից մարդ է գնացել, որ ելույթ ունենա ու ցույց տա, որ Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագիրը ուղղորդված է անձամբ Իլհամ Ալիևի կողմից։ Վերջինս հիշեցնեմ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր այս տարածքում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է։ Այսպիսով օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի պրոպագանդան, անում են դա ագրեսիվ կերպով, թեև թաքուն, բայց հստակ ինստիտուցիոնալ ձևով։
Հարցն այն է, ով է իրականում խաղաղասեր, ով սա տեսնում է ու ասում, եկեք ժամանակին ռիսկերը կասեցնենք, օգտագործենք Միացյալ Նահանգների միջնորդությունը ու փակենք այս թեման, թե ով ստում է, որ բացառիկ փուլ է բացվել։ Դատեք ինքներդ։ Ադրբեջանը երբեք էլ չի հրաժարվել հակահայկական քարոզչությունից եւ դա արել է պետական մակարդակով։ Նախագահի աշխատակազմի ներգրավվածությունը կամ առհասարակ պետական ներգրավվածությունը հայկական կառույցի շրջանակներում տարվող աշխատանքներում դա կլինի թե ձեր կողմից նշված գիրքը եւ թե այն բոլոր հրատարակությունները, որ իրանք անում են, դա վերաբերել է եւ ոտանավորներին, եւ պատմական ակնարկներին, եւ քարտեզներին, այսինքն ամբողջական առումով ինքը իր մեջ ներառում է մեզ արդեն հայտնի հակահայկական տրամադրությունները։ Խաղաղության բացառիկ որակվող փուլն այնքան էլ խոստումնալից չէ։ Արևմտյան Ադրբեջանի նկրտումների շարունակականությունը երևում է Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևի ելույթում, ըստ որի քարտեզի վրա չկա Սևանալիճ, կա Գյոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, մինչդեռ թրիփն արդեն ուժի մեջ է։ Խաղաղությունը դիտարկել միայն, որ թուղթ են ստորագրել կամ դրա մասին շատ են խոսում, ինքնին ինքնախաբեության դաշտից է եւ Ադրբեջանը երբեք էլ չի համենայն դեպս մոտակա տարիներին, ես կանխագուշակ չեմ, բայց հաշվի առնելով իրենց արտաքին քաղաքականությունը, հաշվի առնելով իրենց կրթական համակարգը, հաշվի առնելով բոլոր այն դրսևորումները, որոնք եղել են մինչ օրս հայերի եւ առհասարակ հայկականի նկատմամբ, դրանք խոսում են նրա մասին, որ խաղաղությունը Ադրբեջանի հետ ոչ թե սահերի ետևում չէ, այլ առհասարակ չի էլ երևում։ Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը առերևույթ խոսել է խաղաղությունից, բայց շարունակել լրիվ հակառակ կերպ։ Հիշեցնում է քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, եթե դպրոցական երեխան աշակերտը Ադրբեջանում, որը հայատյացությամբ է ուսուցանվում իրենց այդ դասագրքերով, արդյոք նա կարող է հաշտ, համերաշխ, այսպես վերաբերմունք դրսևորել տարիներ անց, երբ որ նա կդառնա հասուն մարդ, առավել եւս այն պարագային, երբ որ այդ երեխաներից շատերը կզբաղեցնեն պետական պաշտոններ Ադրբեջանում եւ իրականացնեն պետական քաղաքականություն հանդեպ Հայաստանի, հանդեպ հայ ժողովրդի, ազգությամբ հայերի։ Արդյոք նրանք կլինեն խաղաղասեր, անշուշտ ոչ։ Այն, որից դուր է հավատնծայել, թե Ադրբեջանը տրամադրված է խաղաղության, Հասան Ջալալյանը հիմնավորում է նաև փաստաթղթային ձևակերպմամբ։ Ռասայական խտրականության վերաբերյալ եվրոպական կառույցների 2022-ից 23 թվականներին հրապարակած հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը պետական մակարդակով, լրատվության միջոցներով, դպրոցական դասագրքերով։ Բացարձակապես հավատ չպետք է ընծայել։ Ես ասեմ, որ իմ խոսքը հիմնված է փաստերի վրա։ Տեսեք, ադրբեջան-արցախյան կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ ասեմ, ադրբեջանական կողմը սա կոնֆլիկտի ծագումից մինչև մեր օրերը 14 փաստաթուղթ է ստորագրվել այդ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ, բոլոր փաստաթղթերում նշվել է, որ այլևս կարգավորվում է խաղաղություն պիտի լինի եւ այլ եւ այլ։ Բոլոր փաստաթղթերում էլ խախտել է Ադրբեջանը կոպտորեն։ Խաղաղության օրակարգը բաց է։ Ղազախական ցորենն էլ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան, բայց որ Արևմտյան Ադրբեջանն ուժի մեջ է, կասկածի տակ է դնում ադրբեջանցի գործընկերների խաղաղասիրական միտումը։ Մինչ Ադրբեջանը ստիպված է իր սեփական պատմությունը հորինել, Հայաստանը շարունակում է առաջ տանել ինստիտուցիոնալ խաղաղության քաղաքականությունը։ Բրյուսելում անցկացվող խաղաղության խաչմերուկ կոնֆերանսի ժամանակ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ մոտ ապագայում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կմեկնեն Ադրբեջան։ Թե երբ է նախատեսված այցը ովքեր են մեկնելու, անվտանգության խորհրդի քարտուղարը չի հստակեցրել։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու մասնակցելու միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները եւ փոխանակումները կնպաստեն փոխվստահության եւ փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև, միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները Թուրքիայի հետ սահմանների բացման համար։ Ամբերտ ինստիտուտի հետազոտության համաձայն, բայց սահմանները կարող են բերել փոխադարձ օգուտներ, ինչպես մեր ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար Հայաստանի եւ Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։ Օգտագործելով Թուրքիայի տարածքը առևտրային ուղին Հայաստանի եւ Արևելյան Եվրոպայի միջև կկրճատվի 10-ից 25, իսկ Հայաստանի եւ Կենտրոնական Եվրոպայի միջև 5-ից 15%։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբորորդուն Համբարձում Ներսիսյանին նույնպես կալանավորել են 1 ամսով, հայտնել է նրա փաստաբան Էմիլ Խաչատրյանը։ Ավելի վաղ նույն վճիռը կայացրել է նաև նրա հոր Գևորգ Ներսիսյանի նկատմամբ։ Գործն այն աստիճանան հիմն էր, որ դատարանը մի կերպ գնաց 1 ամսյա կալանքի։ Ես կարծում եմ, որ դատախազի միջնորդությունը ոչ միայն պետք է մերժվեր հիմքերի բացակայության, այլև հիմնավոր կասկածի բացակայության համար։ Ես պնդում եմ, որ այդտեղ հանցագործության դեպքը բացակայում է։ Ձերբակալությունների մարաթոնին զուգահեռ կտրուկ նվազել է ուժային կառույցների նկատմամբ վստահությունը։ Քաղաքական ու հասարակական գործիչներն ասում են, քաղաքացին այլևս չի հարգում ոստիկանին, չի հավատում դատախազին, իսկ ուժային համակարգը սկսել է իր գործողություններն իրականացնել ոչ թե օրենքի, այլ քաղաքական շահի համար։ Իրավապահ համակարգին չվստահելը ինչ վնաս է հասցնում մեր երկրին եւ ինչպես կարող է վերականգնվել հասարակության վստահությունը, Սեդա Մակարյանն է պատմում։ Հայաստանում եթե ուժ չկիրառվի, ապա չի գործի իրավակարգը, այսպես է կարծում Նիկոլ Փաշինյանը, որի նախաձեռնությամբ ոստիկանությունում ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ ոստիկանական գվարդիան։ Ոստիկանությունը համալրում է իր կազմը, ինչ նպատակով պետք է կռահել։ Ոստիկանապետություն, այսպես են մեկ բառով նկարագրում ստեղծված իրավիճակը մասնագետները, չեն հասկանում բանակի օրեցօր նվազող կազմին զուգահեռ ինչպես են աճում ոստիկանության թվերը։ Մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ դա պետք է տեղի ունենա չափազանց հազվադեպ։ Բայց հավատացեք, եթե չլինի ոստիկանության գվարդիա եւ առհասարակ ուժային կառույցներ, որն ի վիճակի է անհրաժեշտության դեպքում նաեւ ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգ պարզապես հնարավոր չէ։ Օրենքով ոստիկանական գվարդիայի առաքելությունն է պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունը, ապահովել հասարակական անվտանգությունը, բայց գվարդիայի առաջին հրապարակային գործողությունը եղավ Հովանավանքի կիրակնօրյա պատարագին մասնակցելը։ Գվարդիան որպես այդպիսի ոչինչ չի փոխելու Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես պետական դեմոկրատիկ կյանքում, ընդհանրապես անվարակություն լինելու եւ խաղաղեցի գուցե փոփոխություն։ Բայց այդ նույն կարմիր բերետները, այդ նույն գնահատված բերետները այլ համազգեստիներ շարունակել են իրականացնել իրենց հանցավոր բնույթի գործողությունները։ Ունենալով բացառապես երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ըստ փաստաբանի Հայաստանում իրավական համակարգն այլևս չի ծառայում իր նպատակին։ Ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը բոլորը կորցրել են իրենց սկզբնական առաքելությունը։ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ գործում է իրավական հեսվետելը, Հայաստանի Հանրապետությունում մտածող մարդկանց համար քիչ թե շատ առնչություն, պետական համակարգի կառույցների հետ առնչություն ունեցող մարդկանց համար, այլ երբևէ գոյություն չունի կամ գոնե այս իշխանության ժամանակ գոյություն չունի եւ չի ունեցել հեղինակություն, հարգանք այդ նշված մարմինների նկատմամբ։ Բաբայանը համոզված է, որ իշխանությունը փորձում է ուժային կառույցների միջոցով պահպանել սեփականաթոռը, ինչի հետևանքով այդ կառույցները կորցնում են հեղինակությունը, իսկ հասարակությունը հարգանքը դրանց հանդեպ։ Այն խնդիրները, որ առաջանում են համակարգ, այո, քաղաքական նպատակների, մասնավորապես իշխանության պահպանման նպատակի ծառայեցնելու համար, դրանք չեմ կարծում, որ անշրջելի իրավիճակներ են ստեղծում։ Արդեն ցանկացած տարբեր այսպես զարգացում կախվում է առանձին դետալներից։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ նկատում է, իրավապահ համակարգը վաղուց չունի վստահություն, երբ ուժայինների նկատմամբ հարգանք չկա, բնական է, որ աճում են հանցագործությունները։ Ոստիկանության ուժային կառույցներին չդիմելու պատճառով մենք ունենում ենք հանցագործություններ, որոնք կարելի է կանխարգելել, որ մի քիչ ավելի խորքային ենք ուսումնասիրում, սա համակարգի նկատմամբ անվստահության պատճառով է, իսկ անվստահության պատճառներից մեկը նաև սա է, որ ոստիկանության առաքելությունը քաղաքացու ներքին անվտանգությունը փոխած դարձել են իշխանությանը ծառայել են։ Մեսրոպ Առաքելյանն էլ ասում է, այսօր քրեական գործ հարուցելը դարձել է ամենօրյա պրակտիկա։ Դա երբեմն այնքան հեշտ է, որքան մեկ բաժակ ջուր խմելը։ Վերջին աղմկահարույց դեպքը կաթողիկոսի եղբոր եւ նրա որդու ձերբակալությունն էլ դրա վկայությունն է։ Հասարակությունը ամբողջ համակարգի նկատմամբ բավականին բացասական է տրամադրված, սա նաև շատ վտանգավոր է, որովհետև ուժային կառույցները առաջին հերթին
ոստիկանությունը պետք է լինի հասարակության քաղաքացու կողքին։ Այդուամենայնիվ զրուցակիցներս նկատում են հասարակության եւ ուժայինների միջև վստահության ճեղքվածքը արդեն համակարգային է, սակայն նրանք դեռ տեսնում են ելք, մեկ պայմանով. եթե գա իշխանություն, որը կունենա քաղաքական կամք, վերականգնելու ուժային կառույցների անկախությունն ու արժանապատվությունը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ուկրաինան այս տարի զենքի արտահանման և զենքի համատեղ արտադրության գրասենյակներ կբացի Բերլինում և Կոպենհագենում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Կիևում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ռազմածովային անօդաչուներ և հրետանային համակարգեր կկարողանա արտահանել։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան նախատեսում է մինչև այս տարվա վերջ սկսել հանրային արտադրության ֆլամինգո և ռուտա հրթիռների զանգվածային արտադրությունը։ Միջազգային մյուս լուրերը ամփոփ։ Բացահայտվել է Լուվրի կողոպուտը։ Պարզվել է, որ գողերը ոչ թե կազմակերպված հանցավոր խմբերի պրոֆեսիոնալներ են, այլ Փարիզի աղքատ թաղամասի մանր հանցագործներ։ Քաղաքի դատախազ Լոր Բեկոյի խոսքով ձերբակալվածները նախկինում դատապարտվել են մանր գողության համար։ Ներկայում կալանքի տակ է 4 մարդ։ Հռոմի կենտրոնում Կոլիզեյումի մոտ փլուզվել է միջնադարյան կոնտի աշտարակի մի մասը։ Փլատակներից դուրս է բերվել 4 մարդ։ Նրանցից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Տեխասում արագընթաց գնացքը բախվել է մեքենաներ տեղափոխող կիսակցորդին, վարորդին հաջողվել է փախչել։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինը երկօրյա այցով ժամանել է Պեկին։ Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցзինփինի հետ։ Պաղեստինյան Համաս շարժումը պատրաստակամություն է հայտնել Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում վայր դնել ծանր զենքը։ Միացյալ Նահանգները համաձայնել է ընդունել զինաթափման նմանատիպ ձևաչափը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհում ամենաշատ միջուկային զենքը, բավականաչափ, որպեսզի աշխարհը պայթեցնի 150 անգամ։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, նա ասել է, որ չի դիտարկում տոմահավք հրթիռներ Ուկրաինային փոխանցելու հարցը։ Եվ վերջում մեր նկարանող խումբը երեկ վաղարշապատում էր, որտեղ արդեն ընտրական տրամադրություն է։ Քաղաքում սկսվել է ակտիվ քարոզարշավ, տարբեր ուժեր հանդիպում են ընտրողների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը և խոսում իրենց առաջնահերթությունների մասին։ Ինչ տրամադրություններ են վաղարշապատում, քաղաքացիներն արդյոք պատրաստվում են մասնակցել ընտրությանը և ինչ սպասելիքներ ունեն, դիտենք տեսանյութը։ Ընտրություններին մասնակցելու եք։ Այո։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք։ Նայած ով կանցնի, ամեն դեպքում նայած ով կանցնի։ Ձեր թեկնածուից, որին եք։ Իմ թեկնածուից ակնկալիք ունենք։ Լավ, դեպի լավ, էլի, որ ամեն ինչը դեպի լավ գնա։ Անպայման։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Ոչ մի ակնկալիք էլ չունեմ, ուղղակի մասնակցելու եմ, ոչ մի լավ բանի չեմ սպասում։ Ոչ։ Մեր համար մեկ է։ Ինչ քաղաքացիություն չունեմ։ Բայց կարող եք մասնակցել։ Եթե արցախցի եք, կարող եք մասնակցել։ Չեմ ան, բայց չեն թողնում մասնակցել։ Ինչու։ Եսի։ Դիմել եք, ասել են դուք չեք կարող ընտրել։ Չեք դիմել, ինչի պետք է ես դիմեմ։ Դե քաղաքում շատ բան կանել է, եթե կարողանան։ Ամեն ինչն էլ կիսատ պրատա։ Շատ բան կա։ Թեկնածուներից որևէ մեկը կկարողանա փոխել։ Դեռ չէ որոշել։ Անպայման, ոնց կլեջի մասնակցենք։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք։ Այդ ակնկալիքները վաբշե չեմ կարող ասեմ, որովհետև ինչ ասում են, այն չեն անում։ Մեզ համար արդեն մեկա ով գլլե։ Անպայման, կները գեշտապում է։ Լավ բաներ, ամենալավը, որ ամեն ինչ լավ լինի։ Օրինակ ինչ փոփոխություն լինի։ Դե ես չգիտեմ, իրանք գիտեն ինչ փոփոխություն կանեն, ուզում եմ ասեմ։ Ինչ էլ անեն լավ է, էլի, ինչ ասեմ։ Թող հաղթի այն մարդը, որը լավ փոփոխություններ կբերի, ժողովրդի համար լավ կլինի։ Ոչ։ Ինչու։ Դե համար որ 50 տարի ասում եմ մի բան, ոչ մի բան չեն համաձայնում, ում հավատամ, ոչ մեկին չեմ հավատում, ոչ մեկ։
Հա, Իսկ ինչ կուզեիք որ փոխվեր։ Ինչ ակնկալիքներ ունեք։ քուջան, ամեն ինչն էլ փոխվել է, լավ է։ Անպայման Իսկ ինչ կուզեիք փոխվեր։ Ինչ ակնկալիք ունեք։ երկիրը վերականգնվել։ Ես ուրիշ ոչի բան չեմ ուզում։ Երկիրը դեպի լավը գնա։ Խաղաղությունն էլ երկրում, բայց ոչ ես տեսակ իմանալով խաղաղությունն է պատերազմը։ Ու մասս են գտան, բացի քպեից, քանդողները պետությունը, կուսակցանը։ Չգիտեմ։ Երևի թե Ակնկալիքներ չունեք։ չէ, հաստատ չէ, որովհետև ոչ մի անգամ չի եղել, որ սպասելիքները արդարացվել է, հաստատ։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, հետևեք մեզ YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը անպայման դիտեք ժամը 15-ին, որպեսզի բաց չթողնեք ամենաթարմ ու կարևոր նորությունները։